Փառքորը Որդուն Սուրբ Հոգուն ամեն։ Այս Սուրբ Հոգի գալուստից հետո եկեղեցին տոնեց Գրիգոր Լուսավորչի տոնը, այսօր էլ Սուրբ Էջմիածնի տոնն է տոնում, այսինքն եկեղեցու տոներն է տոնում, առաքելական եկեղեցին, եւ դա բնական է, որովհետեւ Սուրբ Հոգու գալուստից հետո մի նոր շրջան սկսվեց Քրիստոսի առաքյալների եւ նրա հետևորդների, սա եկեղեցու շրջաններ, որ մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը պետք է շարունակվի։ Դրա համար այսօր մենք մի քանի հատված կկարդանք Գործք առաքելոցից եւ միասին կզրուցենք այս հատվածների հետ կապված։ Առաջին հատվածը, որ ուզում եմ կարդալ, Գործք առաքելոց առաջին գլուխ 6-ից 8 տներն են։ Եվ երբ նրանք միասին հավաքվել էին, հարցրեցին նրան ասելով. «Տեր, դու այս անգամ պիտի վերականգնես Իսրայելի թագավորությունը»։ Եվ ասաց նրանց. «Ձեր գործը չէ իմանալ այն ժամերն ու ժամանակները, որ Հայրն իր զորությամբ հաստատեց։ Բայց դուք զորություն պիտի ստանաք, երբ Սուրբ Հոգին ձեր վրա գա, եւ իմ վկաները պիտի լինեք Երուսաղեմում եւ ամբողջ Հրեաստանում եւ Սամարիայում եւ երկրի ամենահեռավոր ծայրերում»։ Իրենց պատկերացրած թագավորությունը շատ փոքրիկ Իսրայելի թագավորությունն էր, բայց Հիսուսը ավելի մեծ գործ տվեց առաքյալներին, եւ այդ մեծ գործի համար զորություն էր պետք, որ իրանք պետք է ստանային, եւ այդ զորությունը, երբ որ Սուրբ Հոգին եկավ, զորություն ստացան եւ ստացան նաեւ տարբեր լեզուներ, քանի որ այդ տարբեր ազգերին պետք է գնային եւ ավետարանը քարոզեին, եւ ճիշտն ասած մի քիչ անհասկանալի է, թե ոնց եղավ, որ սատանան ոնց համոզեց մարդկանց, որ Սուրբ Հոգով լեզու խոսալը նշանակում է անհասկանալի բաներ բարբաջել, մինչդեռ հստակ տեսնում ենք, որ մարդկանց լեզուներով էին խոսում եւ այդ լեզուն դա տրված էր կոնկրետ գործի համար։ Սուրբ Հոգին, քանի որ Սուրբ Հոգին է եկեղեցու տնտեսը, եկեղեցու ղեկավարը, Սուրբ Հոգին է առաջնորդում ամեն բան, Սուրբ Հոգին էլ առաջնորդում էր այդ Քրիստոսի թագավորության տարածումը աշխարհով մեկ։ Երկրորդ հատվածը, որ կարդանք, երկրորդ գլխում է գրված Գործք առաքելոցի 41-ից 47 տները։ Եվ նրանք, որ ուրախությամբ ընդունեցին նրա խոսքերը, մկրտվեցին այն օրը, եւ նրանցից 3000 հոգի ավելացավ։ Սա հենց Սուրբ Հոգու գալուստից հետո Պետրոսի քարոզից։ Եվ նրանք հաստատորեն շարունակում էին առաքյալների ուսմունքի, հաղորդակցության եւ հաց կտրելու ու աղոթքի մեջ։ Նրանք հաստատորեն առաքելական վարդապետության մեջ էին, առաքյալների ուսմունքի։ Նրանք հաստատակամորեն իրար հետ հաղորդակցվում էին, այսինքն սիրո միություն կար։ Միասին հաց էին կտրում եւ միասին աղոթում էին, հաղորդության եւ աղոթքի կյանք էին ապրում։ Եվ ամեն մարդու վրա վախ ընկավ եւ առաքյալների ձեռքով շատ հրաշքներ ու նշաններ էին գործում։ Անցյալ անգամ եղբայրը, որ քարոզում էր, շեշտեց, որ միասնության պատճառով հրաշքներ եղավ եւ նույնիսկ մի հետաքրքիր բան ասեց, որ սրտից կպավ, ճիշտն ասած, ասեց, որ միասնությունից հետո այնպիսի բաներ ա լինում, որ մեր ակնկալիքից ավելի մեծ բան ա լինում։ Եվ իրոք մենք մեր ակնկալիքներն էլ չենք ստանում, քանի որ միասնություն չունենք։ Մինչդեռ մենք պետք է բոլորս միավորվենք Հիսուս Քրիստոսի շուրջը եւ առաքյալների առաքելական վարդապետության շուրջը եւ Տեր Աստվածը մնացած բաները ինքը կանի։ Եվ ամենքը, որ հավատացին, միասին էին, ինչ որ ունեին ընդհանուր էր, եւ իրանց ունեցվածքն ու ապրանքը վաճառում էին, շահույթը բերում, բաշխում բոլորին, ում ինչ պետք էր։ Եվ ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում, հաց էին կտրում տներում եւ իրենց կերակուրն ուրախությամբ ու սրտի պարզությամբ էին ուտում։ Աստծուն էին օրհնում եւ ամբողջ ժողովրդի առաջ շնորհ գտնում, եւ Տերը օրեցօր փրկվածներին ավելացնում էր եկեղեցուն։ Տեսնում ենք, որ այնքան էին շատացել, որ արդեն տներում էին հավաքվում, մի տեղը հերիք չէր իրենց,
Եվ նույն բանն էին անում, միասին աղոթում էին, հաց էին կտրում եւ այլն, այդ բոլոր բաները, բայց արդեն շատացել էր ժողովուրդը եւ տարբեր տեղեր էին հավաքվում, որտեղ Սողոմոնի սրահը արդեն բոլորի համար չէր տեղավորում այս նոր հավատացյալներին։ Եվ 4-րդ գլուխն էլ ամբողջությամբ կկարդամ եւ հետո միասին արդեն խոսենք ինչի մասին որ խոսում ենք։ Մինչ նրանք ժողովրդի հետ խոսում էին, քահանաները, տաճարի իշխանավորներն ու սադուկեցիները վրա հասան եւ զայրացած, որ ժողովրդին ուսուցանում էին եւ քարոզում Հիսուսի միջոցով մեռելներից հարություն առնելը, ձերբակալեցին նրանց եւ բանտ նստեցրին մինչեւ հաջորդ օրը, որովհետեւ արդեն իրիկուն էր։ Բայց այն խոսքը լսողներից շատերը հավատացին եւ այդ մարդկանց թիվը 5000-ի հասավ։ Այնպես եղավ, որ հետևյալ օրը Երուսաղեմի մեջ հավաքվեցին նրանց իշխանավորներ, ծերերն ու դպիրները, ինչպես նաև Աննա, քահանայապետն ու Կայափյան եւ Հովհաննեսն ու Ալեքսանդրոսը եւ բոլորը, որ քահանայապետի ցեղից էին։ Եվ նրանց կենտրոնում կանգնացնելով հարցնում էին. «Դուք ինչ զորությամբ կամ ինչ անունով արեցիք այս բանը»։ Այն ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով լցված ասաց նրանց. «Ով ժողովրդի իշխանավորներ եւ Իսրայելի երեսներ, եթե մենք այսօր քննվում ենք մի տկար մարդու արած բարիքի պատճառով, թե նա ինչ միջոցով բուժվեց, թող հայտնի լինի ձեզ բոլորիդ ու ամբողջ Իսրայելի ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, ում դուք խաչեցիք եւ ում Աստված մեռելներից հարուցանեց, նրանով է ահա սա ձեր առջև բժշկված կանգնել։ Նա է այն քարը, որ ձեզանից շինողներից անարգված անկյան գլուխը դարձավ։ Ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև մարդկանց տրված ուրիշ ոչ մի անուն չկա երկնքի տակ, որով մենք կարողանայինք փրկվել»։ Իսկ նրանք Պետրոսի եւ Հովհաննեսի համարձակությունը տեսնելով եւ իմանալով, որ տգետ եւ անուս մարդիկ են, զարմանում էին եւ հասկացան, թե նրանք Հիսուսի հետ են եղել։ Սակայն տեսնելով այն բժշկված մարդուն, որ նրանց հետ կանգնած էր, դրա դեմ ոչինչ չկարողացան ասել եւ հրամայելով, որ նրանք աջանից դուրս գան, միմյանց հետ խորհրդակցեցին ասելով. «Ինչ անենք այս մարդկանց, չէ՞ որ Երուսաղեմի բոլոր մարդկանց հայտնի է, որ սրանց ձեռքով մի երևելի հրաշք կատարվեց, ու մենք դա չենք կարող ուրանալ։ Միայն թե որպեսզի ժողովրդի մեջ ավելի շատ չտարածվի, խիստ սպառնալիք տանք նրանց, որ այլևս այդ անունով ոչ մի մարդու հետ չխոսեն»։ Եվ նրանց կանչելով պատվիրեցին նրանց, որ Հիսուսի անունով ամենևին չխոսեն ու չուսուցանեն։ Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխանեցին ասելով. «Եթե Աստծո առաջ արդար է, որ ձեզ ավելի լսենք, քան Աստծուն, դուք դատեցեք, քանի որ մենք չենք կարող չխոսել այն, ինչ տեսել ենք եւ լսել»։ Իսկ նրանք նորից սպառնալուց հետո արձակեցին նրանց, պատժելու արժանի ոչինչ չգտնելով, նաեւ ժողովրդի պատճառով, քանի որ բոլորը կատարվածի համար փառավորում էին Աստծուն։ Քանի որ այն մարդը, ում վրա այս բժշկության հրաշքը եղավ, 40 տարեկանից ավել էր։ Եվ ազատ արձակելով իրենց խմբի մոտ եկան եւ պատմեցին, ինչ որ գլխավոր քահանաները եւ երեսները նրանց ասել էին։ Նրանք էլ, երբ լսեցին, միաբանությամբ ձայն բարձրացրեցին առ Աստված, ասելով. «Ով Տեր Աստված, դու ես, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովն ու այն բոլորը, ինչ նրանց մեջ կա, որ քո ծառայի Դավթի բերանով ասացիր, ինչու հեթանոսները մոլեգնեցին ու ժողովուրդներն ունայն բաներ խորհեցին։ Երկրի թագավորները ոտքի ելան, իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ դեմ եւ նրա օծյալի դեմ։ Արդարև քո սուրբ զավակի Հիսուսի դեմ, ում դու օծեցիր, հավաքվեցին Հերովդեսը եւ Պոնտացի Պիղատոսը, հեթանոսների ու Իսրայելի ժողովրդի հետ միասին, որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքը եւ խորհուրդը նախապես սահմանել էր, որ լինի։ Եվ հիմա ով Տեր, նայր նրանց սպառնալիքներին ու շնորհիր քո ծառաներին, որ նրանք քո խոսքը ամենայն համարձակությամբ խոսեն, քո ձեռքը բժշկելու համար մեկնելով, եւ թող նշաններ ու հրաշքներ կատարվեն քո Սուրբ Որդու Հիսուսի անունով։ Ու երբ նրանք աղոթում էին, շարժվեց այն տեղը, որտեղ միասին հավաքված էին, եւ բոլորը Սուրբ Հոգով լցվեցին, եւ Աստծո խոսքը համարձակորեն էին քարոզում։ Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ եւ մեկ հոգի էր, եւ նրանցից ոչ մեկը չէր ասում, թե իր ստացվածքից որևէ բանը իրենն է, այլ իրենց ամբողջ ունեցվածքը ընդհանուր էին համարում։ Եվ մեծ զորությամբ առաքյալները վկայում էին Տեր Հիսուսի հարության մասին, եւ նրանց բոլորի վրա մեծ շնորհք կար, եւ նրանց մեջ կարիքավորներ չկային,
քանի որ նրանք, որ ագարակների կամ տների տեր էին, վաճառում էին դրանք եւ վաճառքի գինը բերում ու դնում էին առաքյալների ոտների առաջ եւ յուրաքանչյուրին բաժանվում էր ըստ կարիքի։ Եւ Հովսեսը Ղևտացի ծննդյամբ Կիպրոս երկրից, ում առաքյալները Բարնաբաս էին մականվանել, որ թարգմանվում է Մխիթարության որդի, իր ունեցած հողերը վաճառեց եւ գումարը բերելով առաքյալների ոտքերի առաջ դրեց։ Այս մինչև 5-րդ գլուխը Գործք առաքելոցի, որ կարդում ենք, տեսնում ենք, որ սրբության Սուրբ Հոգի, երբ որ եկավ եւ առաքյալները եւ առաքյալներից հետո 3000 հոգի, 5000 հոգի եւ շատ մարդիկ այս սրբության կյանքն էին ապրում, սրբության եւ ամենակարևորը, որ կարդացինք այստեղ, ասում մեկ սիրտ, մեկ հոգի էր հավատացյալների բազմությունը, այսինքն նույն զգացմունքներն ունեին, ինչ որ Քրիստոսն էր ուզում որ ունենան, սիրո հաղորդակցություն կար, իրար հանդեպ հարգանք, սեր, այսպես բան կար, Աստծո ուզած ձևով էին մտածում, նաև ասում նույն միտքն ունեին, նույն սիրտն ունեին, նույն հոգին ունեին, Սուրբ Հոգիով միավորված էին։ Սրան ահա այս միավորումն էր, այս ոչ երևացող միավորումն էր, որ երևելի բաներ էր անում։ Մնացած բաները, այդ հրաշքները, այդ իրանց ունեցվածքից հրաժարվելը, ամեն ինչ ընդհանուր դարձնելը, այս սրտի մեջ, մտքի մեջ եղող նույն քրիստոնեական միասնությունից էր բխում այս ամեն ինչը։ Այսօր իհարկե ժամանակները փոխվել են 21-րդ դարն է, բայց եթե մեր սրտի մեջ էլ նույն Քրիստոսի Սուրբ Հոգին գործի, ինչ որ մեր մեծ եղբայրների եւ քույրերի, առաքյալների ժամանակվա քրիստոնյաների մեջ, եթե մեր միտքն էլ ամբողջությամբ նվիրվենք Աստծուն, մենք էլ կարող ենք այդ նույն վերաբերմունքը, նույն զգացմունքներն ունենալ իրար հանդեպ։ Եվ ինչ որ մեկը ունի, մեկը հոգևոր շնորհք ունի քարոզելու, մեկը հոգևոր շնորհք ունի աղոթելու, մեկը հոգևոր շնորհք ունի այցելություններ անելու, մեկը հոգևոր շնորհք ունի ուսուցանելու, մեկը այսպես տարբեր շնորհները, բժշկության շնորհ, իմաստության խոսք եւ այլն, ինչ որ Սուրբ Հոգին որ տվեց, ամբողջ եկեղեցունը դա կլինի։ Ոչ մեկը իրանը չի համարի։ Եթե մենք լավ քարոզիչ ունենք մեր մեջ, այդ քարոզիչը, այդ քարոզի բանը ամբողջ եկեղեցունն է։ Եթե մենք լավ, այսպես աղոթող ունենք, սա ամբողջ եկեղեցունն է։ Եթե ինչ որ մեկը աղոթում է, ես չեմ կարողանում լավ աղոթել, ես էլ եմ աղոթում այդ մարդու հետ, քանի որ ես մեկ եմ։ Այս աղոթքը իր աղոթքը իմ աղոթքն է։ Այն մեկի խոսքը նույն մարդու խոսքն է։ Ահա այսպես ամբողջ ընդհանուր եթե լինի եկեղեցում, ես ձեզ հավատացնում եմ, նախանց չի լինի, չարություն չի լինի, մեղք չի լինի եւ այլն։ Մինչեւ 5-րդ գլուխը հենց այսպես էլ տեսնում ենք կարճ ձևով, բայց Ղուկաս ավետարանիչը նկարագրում է այս բաները։ Եվ ահա մենք կարդում ենք առաջին մեղքի մասին, որ կատարվեց այս Սուրբ եկեղեցում, որ դեռևս մեղք չկար։ Այո, եւ տեսնում ենք, որ եկեղեցին էլ վայելում էր հարգանքը, պատիվը, նույնիսկ այդ իշխանավորները, հրեաների ղեկավարները ուզեցին առաքյալներին վնասեն, բայց չկարողացան, վախեցան, որովհետեւ Աստված թույլ չէր տալի, որովհետեւ սրբության մի վիճակ էր սրանց մեջ եւ ժողովուրդն էլ հարգում էր։ Բայց տեսնում ենք առաջին մեղքը, որ կատարվեց, սա Անանիայի եւ Սափիրայի այս տղամարդու եւ իրականոջ մեղքն էր, որոնք իրանց ունեցվածքը վաճառեցին, մի մասը պահեցին, մի մասը բերեցին եւ տվեցին առաքյալներին։ Իրանց սիրտը արդեն ուրիշ էր, իրանց միտքը փոխվել էր, այդ եկեղեցու մտքից չէր։ Իրանք արդեն ամբողջությամբ չէին վստահում Աստծուն։ Իրանք նայում էին Բարնաբասին, որը բնականաբար մեծ հարգանք ուներ եկեղեցու մեջ, ուզեցին նույն հարգանքը վայելեն, բայց խաբեության միջոցով։ Ուզեցին Սուրբ Երևան միայն, ոչ թե Սուրբ լինեն։ Փոխվել էր, ուզեցին արտաքինը պահել, արտաքնապես նույնը լինել, բայց սևորվա համար ինչ որ գումար պահեցին, ինչ գիտես ինչ կլինի, ոնց կլինի։ Մի խոսքով, տեսնում ենք, որ այս մեղքը գործեցին եւ կարդում ենք 5-րդ գլխում, որ երբ որ մեղք գործեց եւ բերեց Պետրոսը ասաց նրան. «Անանիա, ինչու սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն խաբես ու ագարակի գնի մի մասը թաքցնես»։ Եվ սա շատ կարևոր է, լսեք,
չէ որ քանի դեռ կար այն քոնն էր եւ ծախվելուց հետո միթե էլի քո տնօրինության տակ չէր, այսինքն առաքյալները ոչ մեկին չեն ստիպում որ մեզ բերեք ինչ որ մի բան տվեք, լրիվ ազատ էին մարդիկ, իրանք էին այսպես անում, ոչ միայն ասում ինչու քո սրտի մեջ այս բանը հղացար, դու ոչ թե մարդկանց առաջ շուտ խոսեցիր, այլ Աստծո, եւ այս բանը ոչ միայն առաքյալները չէին ստիպում, ոչ միայն չէին հոգեբանական ճնշումներ գործադրելով, խաբկանքներ գործադրելով մարդկանցից փող կորզում, այլև իրանք այդ փողը հիշում եք այս հրաշքը, որ առաջին հրաշքը կատարվեց այդ կաղմարդու, ինչ էր ասում այդ կաղմարդը, ասում էր փող տվեք ինչ չէ, Պետրոսն ինչ ասեց չունենք փող, ոչ չուներ, ամբողջ ագարակները Կիպրոսը ծախե բերել տվել էին իրանց, ոչ չուներ, հա, ուներ, բայց ոնց է որ ուներ համել չուներ, այո, Իրանը չէր, այդ եկեղեցունն էր, փող շատ կար, բայց Իրանը չէր, անձնական փող չուներ, որ ինքը տար այդ մարդուն, մի քանի միլիոն ուներ, բայց ինքը փող չուներ, ինքը ոչ միայն առաքյալները չէին պահանջում, որ մարդիկ բերեին, այլև բերացնել իրանցը չէին համարում, այսպես էին ապրում, սիրելիներ, եւ տեսնում ենք, որ Անանյան եւ Սափիրան որոշեցին այսպես խորամանկություն անել, եւ շատ մեղքեր գործեցին, Պետրոս առաքյալ ասում է Սուրբ Հոգու դեմ մեղք գործեցիք, սուտ խոսեցիք եւ այլն, բայց մի մեղք, այս մեղքերի մեջ մի մեղք եմ այսօր ուզում կարևորել, որ կոչվում է կեղծավորություն։ Քրիստոնեական կյանքի մեջ, հոգեվոր կյանքի մեջ ամենազորավոր բանը, որ կա, եւ այս կյանքը այսպես արթուն է պահում եւ հզոր է պահում, սա անկեղծությունն է։ Անկեղծություն Աստծո հետ հարաբերությունների մեջ եւ մարդկանց հետ հարաբերությունների մեջ։ Իսկ ամենավատ բանը, որ սկսում է քայքայել եկեղեցում, դա կեղծավորությունն է։ Ամենավատ բաներից մեկը կեղծավորությունն է, որ քրիստոնյա չի, բայց իրան քրիստոնյա է ցույց տալի, որ սուրբ չի, բայց իրան սուրբ է ցույց տալիս։ Եվ ահա այս առաջին մեղքը, որ այս երկու մեր եղբայր եւ քույրը որոշեցին կատարել, այս կեղծավորության մեղքը, Սուրբ Հոգով լցված Պետրոս առաքյալը անմիջապես հասկացավ եւ խոսեց սրանց հետ եւ սրանք իրանց ներսի եղող խղճից հանդիմանվելով մահացան, թե Անանյան, թե Սափիրան, այս խոսքը երբ որ լսեցին մահացան եւ թաղվեցին, բայց սա առաջին մեղքն էր, որ մտավ եկեղեցու մեջ։ Մենք էլ կարող ենք հիշել մեր կյանքում, մեր եկեղեցու կյանքում, մեր համայնքի կյանքում։ Ես տարիներ առաջ, երբ որ երիտասարդաց էի անում, շատ էի խոսում սրա մասին, կոնկրետ մարդկանց էլ կոնկրետ բաներ ասել եմ, բայց ցավոք սրտի ոչ մեկ չլսեց եւ այս կեղծավորությունը շարունակվեց եւ եղբայրակցությունը շատ տեղեր քայքայվեց եւ վերացավ, ցավոք սրտի։ Բայց այսպես է, մենք չենք կարող ուրիշներին պահակ կանգնել, բայց մենք կարող ենք ինքներս սովորել դասեր, թե մեր սխալներից, թե ուրիշների սխալներից, որպեսզի նույն սխալները չգործենք։ Ահա այս Անանիա եւ Սափիրան ուզում էին էլիտայի մեջ մտնեին, այսպես գլխավորների մեջ լինեին, իրենք այսպես հարգված լինեին, աշխարհիկ մտածելակերպը, նույն հոգին, նույն սիրտը չէր ինչ որ այս միամիտ ծրտով որ հաց էին ուտում, սրանք ուզեցին աշխարհի այս բաները, որ իրանք երևացող լինեն, այսպես հայտնի դառնան բան, այս աշխարհի բաները որոշեցին անել եւ այս կեղծավորությամբ որոշեցին գողանալ Սուրբ Հոգու շնորհները եւ Աստված անմիջապես դադարացրեց սա։ Բայց ամեն մեղք իր հետևանքն է ունենում եկեղեցու կյանքի մեջ եւ ես ձեզ ասեմ, որ եկեղեցուն դրսից ոչ մեկ չի կարող ոչ մի վնաս տալ։ Նույնիսկ դժոխքի դռները Քրիստոսի կառուցած եկեղեցուն չեն կարող վնասել։ Բայց եկեղեցին վնասվում է ներսից մեղքի պատճառով։ Եվ շատ եկեղեցիներ, շատ համայնքներ կան, որ ես կարդացել եմ Քրիստոսի տարերի ընթացքում այսպես հզոր համայնքներ, հզոր շարժումներ, որ վերացել են ներսի պատճառով։ Բայց այս մեղքի պատճառով Աստված թույլ է տալիս, որ եկեղեցին հալածանքներ կրի դրսից եւ այս որպեսզի մեղքերը խոստովանելուց ազատագրվի։ Եվ տեսնում ենք, որ առաջին անգամ, երբ որ առաքյալներին կանչեցին, ընդամենը իրենց հորդորեցին, խոսացին, ասեցին չքարոզեք եւ ճամփեցին, ոչ մի բան չեղավ։ Այս մեղքից հետո երկրորդ դատաստանը կարդանք, որ գրված է 5-րդ գլխի 40-ից 42-րդ տներում եւ տեսնենք այս մեղքի, այս առաջին մեղքի հետևանքը ինչ եղավ։ Եվ նրանք, այո, այստեղ Գամաղիելն է խոսում, ասում է մի խանգարեք դրանց, միգուցե Աստծուց է իրանց գործը չքանդենք եւ այլն, եւ նրանք հավանություն տվեցին նրան, այսինքն Գամաղիելին, եւ առաքյալներին կանչելով
ուշադիր լսեք, ծեծեցին, առաջին անգամ ուղակի հորդորեցին, չէ, եւ այստեղ արդեն գրած է, ծեծեցին եւ պատվիրեցին, որ այլևս Հիսուսի անունով չխոսեն, ազատ արձակեցին նրանց։ Նրանք էլ այցանից հեռացան, ուրախանալով, որ արժանի համարվեցին նրա համար անարգանք կրելու։ Եվ ամեն օր տաճարում եւ տներում չէին դադարում ուսուցանել եւ Հիսուս Քրիստոսին քարոզել։ Այսպես է, առաջ մինչև եկեղեցու պաշտոնական կրոն դառնալը, քրիստոնեության պաշտոնական կրոն դառնալը, ում որ ընտրում էին համայնքով իրենց ղեկավար, եպիսկոպոս եւ այլն, այս մարդիկ գիտեին, որ սրանք իրենք դառնում են մահապարտ, որտեղ հենց նեղություն էր լինում, առաջերտին եկեղեցու գլխին էին խփում, այդ հեթանոսական կայսրության ղեկավարները։ Բոլոր եպիսկոպոսներին, այսօր կարդում եք այդ մարտիրոսների ցանկը, այսպես հալածանքների ցանկը, եւ առաջի տիեզերական ժողովում ասում որ մարդիկ եկել էին, մեկի ականջներ կտրած, մեկի աշկներ հանած, մեկի քիթներ կտրած, այս մեր սրբերը, որոնց մասին մենք կարդում ենք Նիկոս ժողովին, սրանք բոլորը Քրիստոսի համար չարչարված այս եկեղեցու ղեկավարներն էին։ Բայց երբ որ դարձավ արդեն բան, այսպես պաշտոնական, շատ մարդիկ սպրտնեցին ցավոք սրտի եկեղեցու մեջ եւ այսպես կեղծավոր բան, sense աշխարհիկ մեթոդներ օգտագործելով ղեկավար պաշտոնների հասան եւ եկեղեցին սկսեց տառապել, չարչարվել եւ հիմնականում տառապում են սուրբերը, ինչպես Պողոս Առաքյալն է ասում Քրիստոսի չարչարանքի պակասը ես իմ մարմնի մեջ եմ լցնում եկեղեցու համար։ Այսինքն եկեղեցին, որ մեղք կա գործում, եկեղեցու անդամները մեղք են գործում, այն հոգեվոր առաջնորդները, հոգեվոր մարդիկ, որոնք Քրիստոսին են միացած, չարչարանակից են լինում Քրիստոսին եւ չարչարանքները վերցնում են իրանց վրա, իրանց հոտի ուրեմն բարության համար։ Այսպես են ճշմարիտ հովիվները, որոնք իրենք չարչարանք են կրում, իրենք նեղություն են կրում, ինչպես Քրիստոսը, որ հովիվ էր եկեղեցու, իսկական հովիվը, ճշմարիտ հովիվներն էլ նման են Քրիստոսին, իսկական հովին եւ ամբողջ չարչարանք, ամբողջ տառապանքը, նույնիսկ մահը վերցնում են իրենց վրա, որպես իրենց հոտի զավակներին մեղքերից ազատագրեն, սրբության ճանապարհով ուրեմն քայլեցնեն։ Եվ ամեն մեկս որ մեղք են գործում, իմացեք, որ մենք հալածանքներ ենք ներսից եւ դրսից բերում եկեղեցու վրա, եւ այդ հալածանքները կրում են հիմնականում հոգեվոր մարդիկ։ Ասում է մարմնավորները, ինչպես բանը Իսմայելը Իսահակին հալածում էր, չէ՞ Պողոս Առաքյալ, ասում է միշտ այսպես է եկեղեցու մեջ, մարմնավորները հալածում են հոգեվորներին, բայց մեղքերի պատճառով։ Ահա տեսնում ենք առաքյալները ծեծ կերան եւ վտարվեցին աջանից, առաջին մեղքը Անանիայի եւ Սափիրեի եւ առաջին հալածանքը, բայց տեսնում ենք, որ շատ ուրախ էին այս հալածանքի համար, որտեղ Քրիստոսի անվան պատճառով իրենք հալածվեցին, բայց մեղքի հետևանքը եկեղեցին արդեն կրեց։ Երկրորդ հատվածը կարդանք եւ երկրորդ մեղքի մասին խոսանք։ Այն օրերին, 6-րդ գլուխն է, այն օրերին, երբ աշակերտները շատացան, հելենացիների կողմից դժգոհություն եղավ եբրայացիների դեմ, որովհետև ամենօրյա մատակարարությունների ժամանակ իրենց որբիվայրները անտեսվում էին։ Սա երկրորդ մեղքն է, որ կարդում են Գործք Առաքելոցում գրքի մեջ, որ կատարվեց եկեղեցու ներսում, սա ինչ մեղք է, սա ուրեմն հելենախոս հրեաներ կային, որոնք տարբեր սփյուռքից եկել էին եւ այդ քարոզության պատճառով քրիստոնյա են դարձել եւ մնացել էին իրենց մեջ, եւ կային երուսաղեմցի հրեաներ, որոնք գուն երուսաղեմցի էին եւ այսպես ասած, ոնց ասեմ, երուսաղեմցիք ավելի բան էին իրենց համարում, ավելի լավ հրեաներ էին իրենց համարում, հա։ Սա մեր հայերի մեջ շատ տարածված է, չէ՞։ Մի օր մի հատ ընկեր ունեմ ամերիկացի հայ, խոսում էի, ասի մեր հայերը միշտ այդ ենք լսել, Քյավառցի Լևոնի ասած մարդ ունեցի, Ղարաբաղցի, Հայաստանցի, ես իմ ապարանցի, ես իմ ինչ բան, Գյումրեցի եւ այլն, ասեց, հե, դու չգիտես դրսում ոնց է, ասեց նույն բանն է կատարվում, լիբանանցի, պարսկաստանցի, ամերիկացի, ֆրանսիացի բան, նույն բաներն է, հայերի մեջ։ Էլ չեմ ասում, ասեց կուսակցությունները, ասում եթե հայ աղջիկը հայ տղու հետ ամուսնանա, այդ տարբեր կուսակցություններից լինեն, ասենք դաշնակներից, հնչակներից, շատ ավելի վատ կլինի իրանց վիճակը, եթե հայը թուրքի հետ ամուսնանա, այդ աստիճանի բաժանված է։ Եվ շատ ցավացի, բայց ահա տեսնում ենք, որ սա էլ է մեղք, այսպես էս ծննդավայրի մեջ ելնելով կամ այսպես ինչ-որ տարօրինակ
բան հպարտություններ ունեն, որ մենք Երուսաղեմից ենք ավելի լավ ենք։ Բան տեսնում ենք, որ սրանց անարգել են։ Այսինքն բաժան այդ սեղանի մեջ որ բոլորը հավասար էր, ամեն ինչ հավասար էր, բան, սկսեցին խտրականություն դնել եւ հելենախոս երկրորդ սորտի հրեաներին սկսեցին հաս չտալ կամ այսպես փշրանքներ են նետել եւ այլն, եւ սա շատ տարածվեց եւ դրա համար ստիպված մարդիկ եկան եւ առաքյալներին բողոքեցին, ասեն էս չա կատարվում։ Հելենախոսների այրիներին, որբև այրիներին անտեսում են։ Եվ առաքյալները, գիտեք, այս սարկավագներին ընտրեցին եւ առաջին բաժանումը, այսպես առաջին բանը աստիճանավորումը այս մեղքի պատճառով ստեղծվեց։ Մինչև այդ բոլորը հավասար էին եւ առաքյալները, եթե առավելություն ունեին, այս առավելությունը զուտ հարգանքի պատվի վրա էր հիմնված։ Ոչ մի պաշտոն, ոչ մի բան չկար։ Իրանք առաքյալները ստացել էին այս կոչումը Քրիստոսից, բայց պաշտոն չկար եկեղեցում։ Ամեն ինչ հավասար էր եւ այլն։ Եվ պաշտոններ տեսան։ Առաքյալները մնացին որպես քարոզիչ, այսպես աղոթող եւ այլն, եւ ինչ որ պաշտոնակատարներ դրեցին, որոնք սարկավագներ անվանեցին, եւ սրանց գլխավորը Ստեփանոսն էր։ Եվ ահա այս մեղքը, սա երկրորդ մեղքն էր, որ տեսնում ենք մտավ եկեղեցու մեջ, եւ երկրորդ մեղքի հետևանքն էլ սա եղավ, որ կանչեցին ատյան Ստեփանոսին, Ստեփանոսի հետ խոսեցին եւ Ստեփանոսը քարոզեց իրենց Աստծո խոսքը եւ տեսնում ենք, որ այս մեղքի պատճառով Ստեփանոսին հանեցին դուրս եւ քարկոծում էին Ստեփանոսին, որը Աստծուն էր կանչում եւ ասում. Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին։ Եվ նա ծնկի գալով բարձրաձայն աղաղակեց. Տեր, սա մեղք մի համարիր նրանց, եւ այս ասելով ննջեց։ Սողոսն էլ համաձայնն էր նրա սպանությանը։ Հա տեսնում ենք երկրորդ մեղքը, այս եկեղեցու մեջ խտրականություն դնելը, էլիտան, ինչ որ կարևոր մարդիկ, ոչ կարևոր մարդիկ, միշտեր մոռացել էին, որ Հիսուսը գալիս էր, էլիտայի հետ չէր շփվում, Հիսուսը գնում էր աղքատների, հասարակությունից հեռացված մարդկանց հետ էր շփվում եւ ասում էր հիվանդներին, առողջներին բժիշկ պետք չի։ Հիսուսի հոգին արդեն փոխվում էր, արդեն այդ հրեական հոգին էր մտնում իրանց մեջ, Երուսաղեմցիներն ավելի բանա, կարևորա, քան Ստեդրսից եկած է եւ այլ եւ այլ։ Եվ այս առհամարանքները մարդկային բաժանումները մտավ եկեղեցու մեջ եւ եկեղեցին առաջին զոհը տվեց, նախավկա Ստեփանոսը, որ զոհվեց եւ այս մեղքի հարցը այսպեսի արդեն սպանություն, արդեն մահ բերեց եկեղեցու հավատացյալների մեջ, որը շարունակվում է դարերի ընթացքում, քանի գնում է եկեղեցու ժողովուրդը մեղքագործում եւ եկեղեցու ներսի ժողովուրդը հավատացյալները տառապում, հալածում եւ այլն, եւ Աստված սրանց արյան պատճառով ողորմություն անում եւ օրհնում է այդ եկեղեցուն միջև որ շարունակվեն։ Ուրեմն առաջին մեղքը կեղծավորության մեղքն էր, որ Անանիա եւ Սափիրան գործեցին, եւ երկրորդ մեղքը շատ նման էր սրա նման, այսպես բան դնել, ծննդավայրից ելնելով, ինչ որ տարբեր բաներից ելնելով, խտրականություն դնել հավատացյալների մեջ եւ այլն, եւ տեսնում ենք առաջին մեղքի հետևանքը ծեծը եղավ, երկրորդ մեղքի հետևանքը մարդասպանությունը եղավ, Ստեփանոսին սպանեցին, որը առաջին նահատակն էր Քրիստոսի համար։ Եվ երրորդ մեղքի հետևանքն էլ կարդամ, հետո կարծում եմ, որն էր այդ մեղքը։ Եվ այն ժամանակ մեծ հալածանք եղավ Երուսաղեմում գտնվող եկեղեցու դեմ, եւ բոլորը բացի առաքյալներից ցիրուցան եղան Հրեաստանի եւ Սամարիայի շրջաններում, եւ Աստվածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին, նրա վրա շատ ողբացին։ Իսկ Սողոսը եկեղեցուն մեծապես վնասում էր, մտնում էր տները, կանանց եւ տղամարդկանց դուրս էր քաշում եւ բանտարկել էր տալիս։ Իսկ նրանք, որ ամեն կողմ ծրվեցին, ամենտեղ գնում եւ ամենօրեկ խոսք էին քարոզում։ Ահա երրորդ հալածանքն ենք տեսնում, արդեն ամբողջ եկեղեցու վրա բոլորին հալածում էին այն աշճանի, որ թողեցին եւ ծրվեցին, ուրեմն Երուսաղեմի մենակ առաքյալները մնացին Երուսաղեմում, մնացածը բոլորը ծրվեցին։ Այդ աստիճանի խստացավ հալածանքները եւ ղեկավարում էր Սողոսը, որ ղեկավարում էր այս հալածանքները եւ այս մեր այսօրվա քարոզի տրամաբանությամբ ինչ որ երրորդ մեղք էր եղել, որի պատճառով այս հալածանքները սկսվեց։ Ինչ եք կարծում, որ մեղքն էր։ Լավ չտանջեմ ձեզ։
կարդամ են, ինչ որ կարդացինք սկզբում։ Եվ նրանց ասաց Հիսուսը առաքյալներին. բայց դուք զորություն պիտի ստանաք, երբ Սուրբ Հոգին ձեր վրա գա, եւ իմ վկաները պիտի լինեք եւ Երուսաղեմում, եւ ամբողջ Հրեաստանում, եւ Սամարիայում, եւ երկրի ամենահեռավոր ծայրերում։ Սուրբ Հոգին, որ եկել էր, լեզուների պարգևը ստացել էին, ինչ պետք է անեին, դուրս գային վկային ամբողջ աշխարհում, ինչ էին անում եկեղեցին, մնացել են Երուսաղեմում նստած, գիտեք ինչի, շատ լավ էր։ Աստված հրաշքներ էր անում, մարդիկ գալիս էին, դարձ էին գալիս, եկեղեցուն էին միանում, ամեն ինչ մի բան էր, ոչ մեկ ոչի բանի կարիք չուներ, կոմֆորտ, հայերեն ասած կայֆ վիճակ էր։ Բայց այս այն վիճակը չէր, ինչ որ Հիսուսն էր ասել։ Հիսուսը ասել էր պետք է գնաք ամբողջ աշխարհում, նախ Հրեաստանում, հետո Սամարիայում, հետո ամբողջ այս ձեր շրջապատում եւ ամբողջ աշխարհի մինչեւ աշխարհի ծայրերը։ Պատվեր ունեին ու մոռացել էին Քրիստոսի պատվերը։ Սուրբ Հոգին ստացել էին, միաբանության մեջ էին, ամեն ինչ ճիշտ էին անում, բայց այս բանը մոռացել էին։ Եվ Աստված այս մեղքի պատճառով, որ Քրիստոսի խոսքին աննազանդ էր եղել եկեղեցին, մեծ հալածանք սկսեց եւ այս հալածանքի պատճառով իրենք այսպես ծրվեցին եւ տեսնում եք սկսեցին ավետարանը քարոզել ամբողջ Հրեաստանով, Սամարիայում մեկ եւ տեսնում ենք Եթովպիայի ներքինին ապաշխարեց եւ այլն, Եթովպիան այսքան դարձ եկավ այսպես շրջապատը, հետո տեսնում ենք Անտիոքում, ուրեմն տարածվեց, հետո տեսնում ենք Սողոսը, որ ղեկավարն էր հալածանքների, դարավ Պողոս առաքյալ, սկսեց ամբողջ աշխարհում քարոզել եւ այլն, դա տեսնում ենք, գիտենք այս ամեն ինչը եւ ահա երրորդ մեղքի պատճառը նա էր, որ չէին լսել Աստծուն, Քրիստոսի խոսքը մերժել էին, իրանց համար այսպես տեղավորվել էին իրենց հարմար վիճակներով եւ աշակերտությունը ամբողջ աշխարհում աշակերտ դարձնելը բան մոռացել էին եւ իրանցով բավարարվում էին, մինչդեռ Աստծո ծրագիրը այդ ծրագիրը չէր։ Հիշում եք, հրեական թագավորությունը հիմա է հաստատելու, սրանց միտքը չէր փոխվել։ Դեռ մտածում էին հրեական թագավորության մասին, մինչդեռ մոռացել են, որ Հիսուսն ասել էր ամբողջ աշխարհը պետք է իմ թագավորությունը տարածվի եւ ամբողջ աշխարհում պետք է գնային եւ աշակերտ դարձնեին։ Եվ այն եկեղեցիները, որոնք այսպես բավարարվում են, փակվում են իրանց մեջ, մոռանում են ավետարանչությունը, մոռանում են աշակերտներ պատրաստելը, մոռանում են Քրիստոսի խոսքը, որ ասում է մշակները քիչ են, հունցքը շատ է, աղոթք արեք մշակների համար եւ չեն աղոթում, առավոտվան ծիրիկուն մենակ աղոթում են, որ լավ շոր ունենանք, լավ կոշիկ ունենանք, առողջ լինենք եւ այլն, եւ մոռանում են Քրիստոսի հրամանները, որ աղոթենք Հայաստանի համար, Հայաստանի շրջապատի համար եւ աշակերտների համար, որպեսզի մարդիկ հանի Տերը եկեղեցուն, որպեսզի այսպես մշակներ դառնան, մենք մոռանում ենք եւ այսպես Աստված մի քանի անգամ այսպես ապտակներ է տալիս, որպեսզի ուշքի գան։ Եթե ուշքի չի գալի այդ եկեղեցին, վերջանում է, փակվում է, վերանում է եւ նոր մարդիկ են դուրս գալիս, ինչպես ասում էր բանը Հովհաննես Մկրտիչը, Աստված սկսում է քարերից տարբեր ազգերից Աբրահամի զավակներ հանել։ Վերջը, կարդանք 4-րդ ուրեմն մեղքի մասին։ Երբ որ տարածվեց եւ այսպես Սամարիայում տարածվեց Աստծո խոսքը եւ տեսան այնքան են շատացել, մարդիկ ուղարկեցին առաքյալներին, որպեսզի գան։ Պետրոսն ու Հովհաննեսն էլ եկան Սամարիա եւ այս բոլոր հավատացյալներին, որոնք շատ մեծ թիվ էին արդեն կազմում, աղոթեցին, 15-րդ գլուխ բանը 8-15-ից կարդամ, աղոթեցին նրանց համար, որ Սուրբ Հոգին ստանան, քանի որ նա դեռևս նրանց ոչ մեկի վրա չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով մկրտվել էին։ Այն ժամանակ ձեռքերը դրեցին նրանց վրա եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։ Երբ Սիմոնը տեսավ, որ առաքյալների ձեռքը դնելով Սուրբ Հոգի է տրվում, նրանց դրամ առաջարկեց ասելով. «Ինձ էլ տվեք այդ իշխանությունը, որ ում վրա որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։ Բայց Պետրոսը նրան ասաց. «Թող քո այս արծաթը քեզ հետ միասին կորչի, որովհետև կարծում ես, թե Աստծո պարգևը կարելի է փողով գնել»։ Որովհետև կարծում ես, թե Աստծո պարգևը կարելի է փողով գնել։ Այս Սիմոնը կախարդ էր, մոգ էր, որ կախարդություններ էր անում եւ այլն, եւ դարձ եկավ տեսնելով ուրեմն հավատացյալների
հրաշքները եւ նա ինքը կախարդ լինելով գիտեր, որ իր հրաշքները ստից բաներ են, կեղծ բաներ են, տեսնելով իրական հրաշքները, իրական մարդկանց դարձի գալը, եւ ինքն էլ դարձի եկավ, բայց երբ որ Պետրոսն ու Հովհաննեսը եկան եւ այս մարդիկ հավատացյալները Սուրբ Հոգի ստացան, տեսնելով Սուրբ Հոգին, տեսնելով Սուրբ Հոգու զորությունները, ուզեցավ գնել Սուրբ Հոգու շնորհները, ասեց ինձ փող կտամ ձեզ, ինձ այդ պարգևը տվեք, ում վրա որ ձեռք դնեմ, Սուրբ Հոգով լցվի։ Այսինքն Սիմոնը մի մեղք գործեց, որ աստվածաբանության մեջ ռուսերեն սա կոչվում է սիմոնիա, հայերեն չգիտեմ ոնց ասա, սիմոնություն կարելի է թարգմանել, այսինքն փող աշխատել Աստծո եկեղեցու մեջ շնորհներ բաներ բաշխելով, հա, ասենք քահանաների պաշտոնը, որը Սուրբ Հոգին պիտի դնի, փողով ծախելով, եպիսկոպոս նշանակելով փողով, սա կոչվում է սիմոնիա, այս Սիմոն Մոգի ուրեմն արածի պատճառով, եւ սա տարածվեց ցավոք սրտի եկեղեցում, եւ Հովհաննես ինչ? Այո, եւ Հովհաննես Ոսկեբերյանը, երբ որ դարձավ Կոստանդնապոլսի պատրիարք եւ որպես պատրիարք սկսեց շրջել իր թեմերում, բան, այսօրվա Թուրքիայի տարածքով շրջում էր միջին Թուրքիայի, որտեղ որ Անկարանն է, բան, այդ հատվածներում շրջում էր եւ հավատացյալները 3 եպիսկոպոսի մասին վատ բաներ պատմեցին իրեն, որ լավ կյանք չէին վարում եւ այլն, եւ Ոսկեբերյան հայրապետը քննելով գործը տեսավ, որ իրոք ճիշտ են ասում հավատացյալները, եւ այս եպիսկոպոսներին կանչեց եւ կարգալույծ արեց իրանց, եւ կարգալույծ անելու ժամանակ այս մարդիկ բողոքեցին, ասցին՝ մի րոպե, մենք փող ենք տվել մեր եպիսկոպոս դառնալու համար, ասես ոնց թե փող եք տվել, ասես հա, քո նախորդին, այսինքն մինչև Ոսկեբերյանի պատրիարք դառնալը, դրանից առաջվա պատրիարքին փող ենք տվել, որտեղ այս Անկարա քաղաքի, այս քաղաքային քաղաքը բանը շատ էսպես նյութապես շատ հարուստ քաղաքներին մենք փող ենք տվել, որ փող աշխատենք, դու ո՞նց ես մեզի կարգալույծ անում։ Ոսկեբերյան հայրապետը ասաց՝ ինչքան եք տվել, ասեցին այսքան, վերջը մարդը ինչ որ տվել էր։ Եվ մեր հայրը Ոսկեբերյան հայրապետը եկեղեցու գանձանակը բացեց, այս մարդկանց տված փողերը տվեց իրանց, վերադարձրեց իրանց եւ կարգալույծ արեց, ասեց գնացեք, ահա ձեր փողերը, որով դուք Սուրբ Հոգու շնորհն եք առել եւ այս եպիսկոպոսությունը, քահանայությունը, այս ամեն ինչը Սուրբ Հոգու շնորհներն են, որոնք մարդիկ ցավոք սրտի փողով կարողանում են առնել եւ փոխանակ շնորհները փոխանցեն, իրենց այս մեղավոր բաներն են փոխանցում։ Եվ դրա համար է, որ եկեղեցին ծեսը մցրեց, որպեսզի այսպիսի մարդիկ ծեսի միջոցով, եկեղեցու միջոցով խորհուրդները կատարեն եւ իրանց անձը դուրս գա այս բանի մեջից, բայց սա լավ ուրիշ չէր, էլի։ Առաջ սուրբերին էին ընտրում եւ սուրբերը Սուրբ Հոգով լցված փոխանցում էին այս բաները, բայց տեսնելով իրականությունը, տեսնելով իրականությանը դեմ հանդիման գալով եկեղեցին այնպես արեց, որ այս մեղքերը մարդիկ իրանց անձնական մեղքերը չփոխանցեն, ապա Աստծո եկեղեցու միջոցով, այս Սուրբ Հոգու միջոցով իրանք որպես պաշտոնյաներ այս ծեսի միջոցով իրանց անձնական բանը դուրս է գալիս եւ ծեսի միջոցով փոխանցում են Սուրբ Հոգու շնորհները, ինչ շնորհ որ դեռևս մնացել է։ Մենք չգիտենք, երբ որ երկրորդ անգամ Հիսուսը գա, ասում է հավատ կգտնեմ երկրի վրա, չգիտեմ ինչ շնորհներ կմնա եկեղեցում, բայց ամեն դեպքում տեսնում ենք այս մեղքը, այս Սուրբ Հոգու շնորհները փողով գնելը եւ Սիմոնը ինքը ուզում էր փողել աշխատել սրա վրա, փողով գնալ եւ փող աշխատելը սրա մարդկանց, այսինքն փողով ինչ որ շնորհներ փոխանցելը նույնպես տեսնում ենք, որ տարածվեց եւ եկեղեցին լավ օրից չէ, ապա վատ օրից ելնելով այս ծեսը մցրեց եւ այլն եւ այլն։ Ահա ժամանակը ավարտվեց, երկու շատ մեծ սարսափելի մեղքերի մասին էլ կուզեի խոսել, չնայած համ կուզեի խոսել, համ չէի ուզի, որովհետեւ դա շատ ավելի մանրակրկիտ, այսպես քարոզի բան չէ, էլի, ավելի երկար, այսպես համարյա դասի նման պետք է լինի, եթե Տերը տա ինչ որ բանը կխոսենք միգուցե հետագայում չգիտեմ, բայց այսքանը ինձ թվում է հերիքային իմաստով, որ մենք տեսնենք, որ ամեն մեկս որ մեղք են գործում, ուրեմն օրհնությունը կտրում ենք մեր եկեղեցու վրայից եւ Աստված թույլ է տալիս տարբեր հալածանքներ, նեղություններ եւ թույլ է տալիս, որպեսզի մենք ուղղվենք։ Եթե չենք ուղղվում, եթե շարունակում ենք, ուրեմն Աստված թույլ է տալիս, որ այդ համայնքը վերանա։ Հիմա մենք չեմ ուզում խոսանք Հռոմի եկեղեցուց, Ռուսաստանի եկեղեցուց, ես ուզում խոսանք մենք որպես փոքր մարդիկ մեր եղբայրակցության մասին եւ ամեն մեկս
ուզում եմ այսօրվա քարոզի նյութով տեսնենք, արդյոք մենք կեղծավոր ենք, թե ոչ, արդյոք մենք աշխարհիկ մեթոդներով չենք ուզում այստեղ ինչ-որ դիրքերի գանք, հարգանքներ վայելենք եւ այլն, արդյոք մենք չենք ուզում մեր այստեղ լինելու պատճառով մարդկանց արհամարել, ինչ-որ մարդկանց, որոնք գյուղից են, ես ինորդից եմ, բան, այստեղ մեր Եղվարդից մարդ կա, բան կա, ես Երևանից եմ, Եղվարդին ով ա, որ բան, արդյոք մեր մտքով այսպիսի բաներ անցել են, թե չէ, արդյոք մենք էլ չենք մտածում, որ մենք որպես քարոզիչ, որպես հավատացյալ կարող ենք մարդկանց հետ խոսալ, փող աշխատել դրա հետ կապված բան, այս բոլորը մեղքեր են, որ միշտ կատարվել են եւ կատարվում են, բայց իմացեք, որ եթե մենք շարունակենք այսպես եւ մեղա չգանք եւ փոխանակ մեր մեղքերի մասին մտածելով սկսենք սրան նրան քննել, մի օր կգա այն օրը, որ մեր եղբայրությունը կվերանա։ Իսկ եթե մենք մեղա գանք եւ դարձի գանք եւ անկեղծ ամեն մեկս մեզ քննելով տեսնենք ինչ է ասում Սուրբ Հոգին, միավորվենք Սուրբ Հոգու միջոցով Քրիստոսի շուրջը, մեկ հոգի դառնանք, մեկ միտք դառնանք, մեկ սիրտ ունենանք, Տերը կայցելի, Տերը օրհնություններ կտա, Տերը հրաշքներ կանի եւ Տերը մեր միջոցով փառավորվի եւ իր թագավորությունը, որ այս կանի մեջ չի ուզում, ինքը ուզում ամբողջ աշխարհի մեջ կտարածի մեր միջոցով։ Սա է ձևը, սիրելիներ, սա է քրիստոնեական ձևը։ Եկեք մենք որպես քրիստոնյաներ Քրիստոսին հետևենք եւ Քրիստոսի ուզածն անենք, որպեսզի փառավորվի ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին, Սուրբ Հոգին։